Սիրելի հայրենակիցներ, սիրելի երիտասարդներ, մեզ երիտասարդներիս տարիներ շարունակ մոռացության են մատնել։ Քաղաքական ուժերը եւ իշխող քաղաքական վերնախավը այնքան զբաղված էր ներքաղաքական ցածրակարգ բախումներով եւ հայհոյանքներով, զազրախոսությամբ, որ չի խոսել երիտասարդության հետ եւ երիտասարդության մասին։ Այնինչ երիտասարդությունը երկրի շարժիչ ուժն է, ապագան եւ կարևորագույն ռեսուրսը մեր երկրի զարգացման գործում։ Երիտասարդության բավարարությունը մեր երկրի ապագայի ամենաէական գրավականներից է։ Մեր երկրի սոցիալ-տնտեսական ապահովությունը, ազգային անվտանգության ուժեղացումը եւ այլ կարևոր հիմնահարցեր անմիջապես կապված են երիտասարդության ներուժի հետ։ Կոնգրեսի առաջարկած բարեփոխումները իրականացվելու են հատկապես հանուն երիտասարդների։ Մեր երկիրը չի կարող թույլ տալ երիտասարդության հիասթափություն, հուսալքում եւ ի վերջո արտագաղթ։ Հայաստանի հարատևման թիվ 1 երաշխիքը երիտասարդությունն է։ Կոնգրեսը հանձնառու է երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծմանը, կրթությունը հնարավորինս հասանելի դարձնելուն։ Ցանկացած երիտասարդի կայացման եւ ապագայի կերտման հարցում կրթության դերակատարումը անփոխարինելի է։ Մեր երկրում չպետք է որևէ երիտասարդ մնա լուսանցքում ֆինանսի բացակայության պատճառով։ Պատիվ ունեմ ներկայացնելու երիտասարդության վերաբերյալ Հայ ազգային կոնգրես կուսակցության ծրագրային դրույթները։ Կտրամադրվի երիտասարդական գործարարության խոշորածավալ աջակցություն, հատկապես երիտասարդական ստարտափների համար։ Ուսումնական հաստատություններում, դպրոցներում եւ բուհերում, սովորողների շրջանում թմրամիջոցների գործածման վտանգների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում, հիմնված միջազգային առաջավոր փորձի վրա։ Միաժամանակ պետական բյուջեի նպատակային ուղղորդում դեպի զանգվածային սպորտի, մշակութային կրթօջախների եւ ստեղծարար կենտրոնների հասանելիության ապահովում։ Այն թույլ կտա ստեղծել ալտերնատիվ սոցիալականացման միջավայր։ Նման մոտեցմամբ երիտասարդի ազատ ժամանակը վերածվում է ինքնակատարելագործման ռեսուրսի, նվազեցնելով վնասակար սովորույթների ձևավորման հավանականությունը։ Կստեղծվի ուսանողական ներդրումային բանկ, որը ցածր տոկոսներով երկարաժամկետ 20 տարով վարկեր կտրամադրի ուսանողներին, դրանով իսկ փոխհատուցելով ուսումնառության հետ կապված ծախսերն ուսանելու ողջ ընթացքում։ Յուրաքանչյուր վարչական շրջանում կստեղծվեն ազատ եւ անվճար հանրային տարածքներ, որոնք հարմարեցված կլինեն թե սպորտային եւ թե մշակութային միջոցառումների եւ երիտասարդության սպորտային եւ մշակութային ակտիվության համար։ Կրթօջախներում ֆիզիկական ակտիվությունը խրախուսելու համար կարդիականացվեն դպրոցական մարզադահլիճները եւ կներդրվի արտադպրոցական մարզական խմբակների անվճար համակարգ։ Սիրելի երիտասարդներ, իմ սիրելի սերնդակիցներ, Հայ ազգային կոնգրեսը ձեր ձայնն է։ Կոնգրեսում կան երիտասարդներ, որոնք հասկանում են ձեզ եւ ձեր մտահոգությունները, ձեր մաքարումը եւ դժվարությունները ձեր ապագայի կերտման հարցում։ Վստահ եղեք, հունիսի 7-ին կատարելով խելամիտ ընտրություն եւ քվեարկելով 10 համարի օգտին, դուք քվեարկում եք հանուն ձեզ, երիտասարդների եւ հանուն Հայաստանի։ Շնորհակալ եմ։